Երբևէ նայել եք ձեր աշխատավարձի թղթին ու մտածել՝ մի րոպե, բա մնացած փող ուր գնաց։ Դե ասեմ, որ մենակ չեք։ Այսօր մենք միասին կբացահայտենք այն 10 հիմնական ֆինանսական գաղափարները, որոնք ըստ էության կառավարում են մեր դրամապանակները, ընդ որում շատ պարզ ու հասկանալի լեզվով։ Պատրաստ եք վերջապես հասկանալ, թե ուր է անհետանում ձեր փողը։ Սա շատերիս համար ցավալիորեն ծանոթ պատմություն է։ Քրտնաջան աշխատում ես, սպասում ես աշխատավարձիդ, բայց երբ վերջապես ստանում ես, թիվը միշտ ավելի քիչ է լինում, քան սպասում էիր։ Սա ուղղակի թվաբանական սխալ չէ, սա մեր այսօրվա պատմության իրական մեկնարկն է։ Ահա, հենց այս հարցից էլ սկսվում է ամեն ինչ, ու պատասխանը մեզ տանում է դեպի մի ամբողջ համակարգ, որը գործում է կուլիսների հետևում։ Մի համակարգ, որի մասին ցավոք մեզ դպրոցում ոչինչ չեն սովորեցրել։ Եկեք միասին բացենք այդ վարագույրը ու տեսնենք, թե ինչպես է դա աշխատում։ Լավ։ Առաջին հերթին, եկեք խոսենք այն անտեսանելի ուժերի մասին, որոնք ձեր փողից մի կտոր են պոկում, նախքան այն նույնիսկ ձեր ձեռքը կհասնի։ Սրանք ֆինանսական աշխարհի հիմնական խաղի կանոններն են, որոնք ազդում են բոլորիս վրա, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս թե ոչ։ Դե հարկեր, ոչ ոք չի սիրում դրանք վճարել, չէ՞, բայց եկեք այսպես մտածենք։ Դա մեր բաժանորդագրության վճարն է հասարակության մեջ ապրելու համար։ Այդ փողով են կառուցվում այն ճանապարհները, որոնցով ամեն օր երթևեկում ենք, այն դպրոցները, որտեղ մեր երեխաներն են սովորում, եւ ֆինանսավորվում են այն ծառայությունները, որոնք մեզ պաշտպանված են պահում։ Ու հավատացեք, կառավարությունը իր բաժինը վերցնում է գրեթե ամեն քայլափոխի։ Աշխատավարձ ստացաք՝ բում, եկամտահարկ։ Խանութից ինչ-որ բան գնեցիք՝ բամ, ավելացված արժեքի հարկ։ Նույնիսկ երբ ձեր ներդրումներն են աճում, կրահեցիք չէ, կրկին հարկ։ Սրանցից փախուստ ըստ էության չկա։ Շատերը կարծում են, թե բանկը ձեր փողի համար մի մեծ չհրկիզվող պահարան է, չէ, որ դուք փողը դնում եք արկղի մեջ, իսկ իրենք ուղղակի պահում են այն ձեզ համար։ Դե, իրականությունը շատ ավելի հետաքրքիր է։ Լավ։ Ահա թե իրականում ինչպես է սա աշխատում։ Դուք ավանդ եք դնում։ Բանկը պարտավոր է պահել դրա մի փոքր մասը, ասենք 10%, իսկ մնացածը վարկով տալիս է ուրիշ մեկին։ Ամբողջ համակարգը ըստ էության հիմնված է այն մտքի վրա, որ մենք բոլորս միաժամանակ չենք գնա մեր ամբողջ գումարը պահանջելու։ Լավ, բայց սա մի քիչ ռիսկային չի հնչում, իսկ ինչ կլինի, եթե բոլորն իսկապես որոշեն միանգամից հանել իրենց փողը։ Հենց դրա համար էլ գոյություն ունի պաշտպանության այս մեխանիզմը։ Շատ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, կառավարությունը ապահովագրում է ձեր ավանդները մինչև $250,000։ Այնպես որ, այո, ձեր փողը պաշտպանված է։ Լավ։ Եկեք փոխենք ուղղությունը եւ խոսենք ֆինանսական գործիքների մասին։ Սրանք այն բաներն են, որոնք կարող են կամ ձեզ հզորացնել, կամ էլ տապալել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դրանք օգտագործում։ Եկեք խոսենք տոկոսի մասին։ Ըստ էության դա փող օգտագործելու համար վճարվող վարձ է, ու ամենակարևոր հարցը շատ պարզ է։ Դուք եք վճարում այդ վարձը, թե դուք եք այն ստանում, թե դուք այս հավասարման որ կողմում եք գտնվում, փոխում է ամեն ինչ։ Իսկ հետո գալիս է բարդ տոպոսը։ Սա այն կետն է, որտեղ ամեն ինչ դառնում է ծայրահեղ։ Այն կարող է ձեր պարտքերը վերածել սարալանջով գլորվող ձնագնդի պես աճող մղձավանջի։ Բայց մյուս կողմից, սա հարստություն կուտակելու բացարձակ չիտ կոդն է։ Սա ձեր փողն է, որը փող է աշխատում, որն էլ իր հերթին սկսում է էլ ավելի շատ փող աշխատել։ Դե ինչ, ձեր վարկային վարկանիշը։ Սա կարելի է ասել ձեր ֆինանսական գնահատականատետրն է։ Դա ընդամենը մի թիվ է, բայց այն վարկատուներին ասում է մեկ պարզ բան. կարող ենք քեզ վստահել, որ պարտքդ հետ կվերադարձնես։ Սա ձեր հարստության մասին չէ, սա ձեր պատասխանատվության մասին է։ Իսկ այս գծապատկերում հստակ երևում է, թե ինչից է կազմված այդ գնահատականը։ Տեսեք ամենամեծ կտորը՝ 35%-ը։ Դա ձեր վճարումների պատմությունն է։ Ուղղակի ձեր հաշիվները ժամանակին վճարելը։ Դա ամենակարևորն է։ Բայց ուշադրություն դարձրեք նաև երկրորդ ամենամեծ կտորին, թե ձեր հասանելի վարկային սահմանաչափի որքան մասն եք օգտագործում։ Սա նույնպես հսկայական գործոն է։ Որքան բարձր է ձեր վարկանիշը, այնքան ավելի լավ պայմաններ եք ստանում, այդքան պարզ։ Խոսքը ավելի ցածր տոկոսադրույքների մասին է հիպոթեկի կամ մեքենայի վարկի համար։ Տարիների ընթացքում լավ վարկանիշը կարող է բառացիորեն հազարավոր դոլարներ խնայել ձեզ համար։ Սա կարծես զեղչ լինի փողի վրա։ Լավ, եկեք մի փոքր մեծացնենք մասշտաբը, որովհետև մեր անձնական ֆինանսները վակուումի մեջ գոյություն չունեն։ Գործում են ավելի մեծ գլոբալ ուժեր, որոնք կարծես տնտեսական եղանակ լինեն։
Գիտեք այն զգացողությունը, երբ չիփսերի տոպրակ եք գնում, բացում եք ու տեսնում, որ կիսով չափ դատարկ է։ Հենց դա է գնաճը։ Ձեր դրամը դեռ նույն դրամն է, բայց այն ուղղակի այլևս նույնքան բան չի կարողանում գնել։ Ձեր փողի գնողունակությունը դանդաղորեն հալվում է։ Բա ինչի՞ց է սա լենում։ Դե երբեմն դա պարզ առաջարկի ու պահանջարկի հարց է, շատ փող, քիչ ապրանքի հետևից։ Այլ դեպքերում ուղղակի ավելի թանկ է դառնում ինչ-որ բան արտադրելը մատակարարման խնդիրների պատճառով։ Իսկ երբեմն, որքան էլ տարօրինակ է, դա տեղի է ունենում, որովհետև մենք բոլորս սպասում ենք, որ դա տեղի կունենա, եւ սկսում ենք հիմա ավելի շատ գնումներ անել, ինչն էլ կռահեցիք բարձրացնում է գները։ Եթե տնտեսությունը մեծ խնջույք է, ապա ռեցեսիան այն պահն է, երբ երաշտությունը դադարում է, լույսերը միանում են եւ բոլորը սկսում են անհանգստանալ, թե ով է վճարելու հաշիվը, աշխատատեղերը կրճատվում են, մարդիկ ավելի քիչ են ծախսում եւ ամբողջ տնտեսական մեխանիզմը ուղղակի դանդաղում է։ Լավ, այսքան խնդիրների մասին, եկեք խոսենք լուծումներից։ Ինչպես կարող ենք պաշտպանվելուց անցնել հարձակման։ Ինչպես կարող ենք իրականում ստիպել մեր փողին սկսել աշխատել մեզ համար, այլ ոչ թե հակառակը։ Ներդրումը, ըստ էության, ձեր փողին աշխատանքի տեղավորելն է։ Ձեր ժամանակը փողի հետ փոխանակելու փոխարեն դուք ձեր փողն եք օգտագործում ավելի շատ փող ստեղծելու համար։ Սա գնաճին հաղթելու եւ իրական երկարաժամկետ հարստություն կառուցելու ամենահզոր միջոցն է։ Ու դրա համար կան տոննաներով տարբերակներ։ Կարող եք բաժնետոմսեր գնել, դառնալով խոշոր ընկերությունների փոքրիկ կտորի սեփականատեր, կամ պարտատոմսեր, որտեղ դուք ըստ էության պարտքով փող եք տալիս կառավարությանը կամ որևէ կորպորացիայի։ Կարող եք նաև ներդնել ֆոնդերում, որոնք կարծես նախապես փաթեթավորված զամբյուղներ լինեն հարյուրավոր տարբեր բաժնետոմսերով։ Այստեղ բանալի բառը դիվերսիֆիկացիան է։ Գիտեք, ձեր բոլոր ձվերը մի զամբյուղում չդնելը։ Ամեն ինչ ռիսկերը կառավարելու մասին է։ Եվ այս ամբողջ գաղափարը հիմնված է մի պարզ հասկացության վրա. արժեքը սոցիալական պայմանավորվածություն է։ Մտածեք դրա մասին։ Սովորական քարն արժեք չունի, բայց փայլուն դեղին քարը, ոսկին, այն արժեքավոր է։ Ինչու՞։ Ուղղակի որովհետև մենք բոլորս համաձայնվել ենք, որ այն արժեքավոր է։ Իրական հարստությունը գալիս է մի բան ստեղծելուց, որը մյուս մարդիկ արժեքավոր են համարում, լինի դա ապրանք, ծառայություն, թե գաղափար։ Իսկ երբ խոսքը ներդրումների մասին է, ձեր ամենամեծ առավելությունը որևէ թեժ բաժնետոմսի մասին տեղեկությունը չէ, դա ժամանակն է։ Համբերությունն ու հետևողականությունն են, որ թույլ են տալիս բարդ տոկոսի մոգության իր գործն անել։ Ահա թե ինչպես են սովորական մարդիկ կյանքի ընթացքում արտասովոր հարստություն կառուցում։ Այսպիսով, եթե այս ամենից ընդամենը մեկ բան պետք է հիշեք, թող դա լինի սա. տոկոսը կամ ձեր ամենավատ թշնամին է, կամ ձեր լավագույն աշխատողը։ Միակ տարբերությունն այն է, թե ով է այն ստանում։ Դուք վճարում եք այն, թե դուք եք այն ստանում։ Այս հարցի պատասխանը կարող է ամբողջությամբ փոխել ձեր ֆինանսական ապագան։ Իսկ այդ ընտրությունը, դե, այն ձերն է։